Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, կրկին երեքշաբթի է և այսօր հերթական պոդկաստային թողարկումն է Լիլիթի հետ, Դալաքյան, Լիլիթ ողջույն, առաջարկում եմ թե ներքաղաքական խնդիրներին անդրադառնանք, թե նաև արտաքին քաղաքական զարգացումներին, ռուս-ուկրաինական այդ թվում նաև ճակատին, Միացյալ Նահանգներում բավականին թեժ Թրամփ-Մասկ հարաբերություններին Եվ սկսենք երևի թե ներքաղաքականից, որովհետև այստեղ բարձր տրամադրությունը մեր հայրենակիցների առնվազն ապահովում է, նուրբ լարերի վրա շարունակում են շրջանակները խաղալ, թեման բացվել է Նիկոլ Փաշինյանի կողմից, պետք է ասեմ, որ Փաշինյանը չի պատրաստվում կարծես թե այս հարցը այսպես ականջի հետև գցել ինչպես մնացած հարցերը միջև այսօր, նույն հաջողությամբ նաև այս հարցները ականջի հետևում պահված եւ ի հայտ եկավ եւ առաջ եկավ։ Նախորդ շաբաթ Գարեգին Բ-ին այցելեց առաջին նախագահ Տեր-Պետրոսյանը։ Ինչ էր ուզում Տեր-Պետրոսյանը Գարեգինին ասեր, կամ առհասարակ իրենք խոսելու բան ունեն, չունեն, լավ երես ունեն, ի վերջո այս հանրության աչքերին նայեն եւ նայելու են, թե երեսներին, չգիտեմ, պադոշ է մխած ու իրենք կարծում են, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը չի հասկանում ինչ է իր շուրջ տեղի ունենում։ Ասենք Լևոն Տեր-Պետրոսյանը, որ տարիներ շարունակ 2008 թվականի մարտի 1-ից սկսած Գարեգին Բ-ի անձնական վարկի հեղինակության հետ կապված ամենալուրջ հարվածն է տրվել, լեգիտիմ է եղել այդ հարվածը, իրականում այդ հարվածի տեղը եղել է, պետք է ասեմ, Տեր-Պետրոսյանը ճիշտ էր, մի հոգևոր առաջնորդ, որի երկրում մայրաքաղաքում մարդիկ են գնդակահարվում եւ ինքը այդտեղ հանդուրժողականության, համերաշխության եւ կլոր սեղանի շուրջ նստելու կոչեր չի անում, չի գնում փողոց, որտեղ սեփական հոտն է, մեծամասնությունն է գոնե թե եւ չի փորձում բարիկադների մեջտեղում կանգնած կողմերին հաշտություն քարոզել, այո, այդպիսի հոգևոր առաջնորդին պետք է հանրային պարսավանքի ենթարկել առանց վարանելու։ Սա եկեղեցուն թիրախավորել չի որելի, այդ աթեիստի շրջապատը փորձում է մեզ դա այդպես ներկայացնել կամ մեր հայրենակիցներին ներկայացնել, այ տեսեք, այս ապիկարները թիրախավորում են եկեղեցին, իսկ ներողություն, բա որ այս շրջանակից կամ ձեր ասած ապիկարների շրջանակից դուրս գան ու կանգնեն, ասեն, այ տեսեք, այս ապիկարները հայ առաքելական եկեղեցին եւ եկեղեցու Աստծո հանդեպ տրված ուխտը դրժողին ինչպես են պաշտպանում եւ պախարակում են հայ առաքելական եկեղեցին։ Պետք է այս կռվից այս եկեղեցին է իդեպ սա կռի որակում, հայ առաքելական եկեղեցին եւ որոշ սպասավորներ սա ընդհուպ պատերազմ են որակում։ Եվ կան շրջանակներ լրագրողական համայնքից օրինակ եւ նախկին նախագահների կտուրի կատուներն ասում են, որ նախկին նախագահների հետ կապ ունեն, էլի այս շրջանակները։ Իրենք էլ ասում են սա սրբազան պատերազմ է եւ պատերազմում կան գործում է պատերազմի կանոնները բացառապես, այսինքն դուք հասկանում եք, որ հիմա կան շրջանակներ, որ փորձում են հանրային համերաշխությունը խաթարել, հանրության մեջ բախումներ ինչու ոչ հրահրել, որովհետեւ այդ զարգացումներն ըստ Փաշինյանի նաեւ վերջին շրջանի հրապարակումների, մասնավորապես մի գրառման, Փաշինյանն ասում է, որ Գարեգին Բ-ն այո զավակ ունի եւ խախտել է կուսակրոնության ուխտը եւ պետք է այդ աթոռից գնա։ Քաղաքացի կտրիչ Ներսիսյանը այլ կերպ ասած ունի երեխա։ Առնվազն բարձրագույն հոգևորական դասում ինքը տեղ չունի ըստ հոգևոր աշխարհի գործող կանոնների։ Մի շրջանակն էլ ասում է, սա եկեղեցի դեմն է, եկեղեցին պետք է սրբազան պատերազմ հայտարարի իր ժողովրդին, իր հոտին, պետությանը ու պետք է միջև վերջ գնալ։ Հոգևորականներ կան անգամ արյան գետերից են խոսում, այսպես մտքի ծայրով ինչ որ բան են ուզում հասկացնել եւ այլն եւ այսպես շարունակ։ Ու այս համատեքստում Տեր-Պետրոսյանը գնում կաթողիկոսի մոտ, մարդ ով 2008-ին կաթողիկոսի վրա դուռա շրխկացրե ու 2 ժամ իր դռան առաջ կանգնած սպասասնել ա տվե, այսօր հանկարծ գնում կաթողիկոսի հետ հանդիպում է, զորակցություն է հայտնում ըստ Մայրաթորի տարածած հաղորդագրության կաթողիկոսին,
Սա ինչի մասին է առհասարակ Լիլիթ։ Սա նորմալ է։ Դա հասկացանք, լավ, Տեր-Պետրոսյանը բավականին պատկառելի տարիք ունի եւ տարիքն իրեն ասում է գուցե։ Բայց սա պիտի մատուցվի հանրությանը, որ պետականամետ քայլ գործողություն է եղել Տեր-Պետրոսյանը գնացող էր կամ ընդունող էր, Գարեգինի խոսքը լսող էր, Գարեգինին հարգող էր, առնվազն թող իր տանը Տիկին Լյուդմիլային առաջարկեր թեյ դներ եւ թեյի շուրջ խոսեին ու Քոչարյան-Սարգսյանական այդ բորենիական իշխանության սահուն փոխանցումը կամ մարտի 1-ի ակտից հետո արդեն ոչ սահուն փոխանցումը կանխեին։ Ինչի մասին ասա։ Տես Լևոն Տեր-Պետրոսյանի հետ կապված, երբ ես ոչ թե քննադատեցի, այլ անդրադարձա, տարակուսեցի, որ այո, Լևոն Տեր-Պետրոսյանը ժամանակին չի խորշել քննադատել Գարեգին երկրորդին եւ ամենածանր մեղադրանքներն ուղղել, ինձ հիշեցրեցին իհարկե ներողություն 1 րոպեի շրջանակներում անդրադառնամ, որ այ քո հայրը այսպիսի բան է արել, եղել է հանրապետական կուսակցության անդամ։ Նախ հատուկ Լևոն Տեր-Պետրոսյանի աջակիցների համար ասեմ, որ այդ թեման արդեն ժամկետ անց է Ռոբերտ Քոչարյանը ասեց, ավարտեց։ Հայաստանի Հանրապետություն չկա որևէ մեկը, որ չի փոխել իր թիմը։ Վազգեն Սարգսյանը ժամանակին Լևոն Տեր-Պետրոսյանի հետ էր, հետո նրա դեմ էր։ Վազգեն Սարգսյանը Քոչարյանի հետ էր, հետո նրա դեմ էր։ Նիկոլ Փաշինյանը Լևոն Տեր-Պետրոսյանը եւ այսպես Լևոն Տեր-Պետրոսյանը երևի ամենաշատն է թիմ փոխել, հիմա կհիշեցնեմ։ Երկրորդը, ես ինքս պատասխանատու չեմ սխալների համար, որոնք ես չեմ գործել, բայց ես ի տարբերություն Լևոն Տեր-Պետրոսյանի ուրիշի սխալը վերցնելով ին վրա, ասել եմ ներողություն եմ խնդրում։ Իդեպ, այդ սխալը չի եղել թաքուն, չի եղել կուլիսների ետևում, եղել է պատճառներ եւ ես խոսել եմ դրա մասին, ավելի մանրամասն խոսելու եմ մինչեւ ընտրություն Սերժ Սարգսյանի խնդրանքը աջակցել ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի, որովհետեւ Ռոբերտ Քոչարյանը 13 թվականին ուզում էր վերադառնալ Վարդան Օսկանյան, Ծառուկյան դաշնակցություն ձևաչափով։ Պուտին Մեդվեդև օպերացիան։ Այո, եւ իմ հայրը, իհարկե ես լինեի չէի անի, բայց մտածել է չարյաց փոքրագույնը, ինչպես մենք հիմա Փաշինյանին ենք պաշտպանում նախկին իշխանություններին եմ, իհարկե դեմ լինելով նրա այսօրվա քաղաքականությանը, այդ քայլը արել է, հետո այնտեղ մնացել է որոշ թղթեր ձեռք բերելու նպատակով եւ հետո իր պաշտոնից հրաժարվել դուրս է եկել։ Այսինքն, եթե դա է ձեր դեմ իմ միակ պատասխանը, ավարտեցինք։ Դրանից հետո Հայաստանը չի կործանվել։ Շարժում չենք սկսել ասել սխալվել էինք, դաշնակից չունենք, պատերազմ չենք սկսել։ Հարուտ ջան, այսօր այդ հռչակագիրը, որ կրակն ենք ընկել, չէ, այդտեղ բան է գրված, բայց դուք ուրիշ բան եք բանակցել։ Գոռում էիք միացում, գնում ասում եք մենք դաշնակից չունենք։ Այսինքն դուք չէ, որ պիտի ինչ որ մի բան այդտեղ խոսեք։ Եվ երբևիցե ձեր սխալները չեք ընդունել։ Ասել եք դաշնակցությունը պիտի փակվի, փակել եք։ Կամ լավ, էս ինչ պրակտիկա է մարդու չգիտեմ, ծնողների հետ մարդուն տանել, կապել քաղաքական process-ների համատեքստում, հա, քաղաքականության մեջ, փորձել եզրեր տանել։ Դա էլ անհասկանալի է, էլի, ասենք, գիտեք, երեխան ծնողի քայլերի համար, ես այս համատեքստում առհասարակ երեխան ծնողի քայլերի համար պատասխանատու չի։ Դա ակսիոմա է։ Բացի այդ, ես օրինակ հպարտանում եմ, որ ես այսօր կարող եմ հանգիստ փողոցում քայլել, նույնիսկ երբ լինում եմ Վանաձորում, չես պատկերացնում, մարդիկ մոտենում են, ասում են շնորհակալ ենք, ճամբար էիք բացել, քաղցած էր։ Այսինքն ոչ մեկ չի կարող ասել, որ մենք ինչ որ մի լումա ենք գողացել, տնտեսություն ենք քանդել, թաքուն ի տարբերություն Լևոն Տեր-Պետրոսյանի, Սերժ Սարգսյանից գումարներ ենք ստացել։ Հիմա ես ուղղակի ինձ չեմ թույլ տա մտնել այդ դաշտ։ Այսինքն դու Տեր-Պետրոսյանական թևն է այդպես հիմնականում։ Սկզբում դե Քոչարյանական, ինձ թվում է ավարտվեց, որտեվ իրենք այնքան խոցելի են այդ առումով։ Հիմա գամ այսօրվա։ Մի հատ բարի խորհուրդ տամ Տեր-Պետրոսյանական թևին ու անցնենք առաջ, էլի։ Տեր-Պետրոսյանական թևը թող բացի Տեր-Պետրոսյանի սկսած 90-ական թվականների սկզբից միջև համարյա թե մեր օրեր, բայց մեր օրերը շատ տխուր կլինի, էլի, այդ աջեբ սկանդալը կգա կթափվի իրանց գլխին։ Միջև մեր օրեր, այդ միջև 2010, 11, 12, 13 թվական, թող բացեն մի հատ Տեր-Պետրոսյանի հայտարարությունները կարդան ու վերջին շրջանի գործողությունները։ Պինդ առողջություն եմ մաղթում այդ մարդուն ամեն դեպքում, էլի։ Էլ չասած, որ այսօր իրենք համագործակցում են նույն այդ 12 թվականին իրենց ասած Միշիկի պրոյեկտի հետ, այնպես որ Վանաձորյան հիմա չեմ խորանայես այդ թեմաների մեջ։ Նախ Լևոն Տեր-Պետրոսյանը հիմա էլ ասում են Նիկոլ Փաշինյանը ինչի է քննադատում Տեր-Պետրոսյանը, իր թիմից է եղել։ Կներեք, Ռոբերտ Քոչարյանն էլ է եղել Լևոն Տեր-Պետրոսյանը, դա նորմալ է, մարդիկ մի թիմում են լինում, դուրս են գալիս։ Վլադիմիր Պուտինն ու Բերեզովսկին մի թիմում
էին, հետո սպանվեց Բերեզովսկին, Իլոն Մասկից, Տրամպից չխոսանք։ Հիմա Տեր-Պետրոսյանը ասում էր, որ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը պատերազմի կուսակցություն են ղեկավարում եւ նրանք բերելու են պատերազմ։ Պատերազմը եղավ, Լևոն Տեր-Պետրոսյանը փոխանակ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին քննադատեց, բայց Նիկոլ Փաշինյանը պիտի հեռանա։ Ես հիմա չեմ խոսում Տեր-Պետրոսյանը Ծառուկյանին ինչ ասել, հետո միացել, Դաշնակցությանը փակել է, հետո ասել հրաշալի քարյակ։ Լևոն Տեր-Պետրոսյանի սխալները արդեն թողին կա։ Իսկ դու չես բացառում, որ բուրժուա դեմոկրատական Տեր-Պետրոսյանական այդ ճարտարապետությամբ հիմնադրված եւ տապալված հեղափոխական փորձը կարող է դառնա բուրժուա կղերա նախագահական ինչ որ մի հատ շարժումի։ Կարող է դա այն մայրաթորում կաթողիկոսի հետ դեռևս Գարեգին Բեի հետ դա են գծել։ Լևոն Տեր-Պետրոսյանը ինչպես եւ շարժման սկզբից կարծում եմ Ռուսաստանի հետ ամուրթելերով կապված է։ Քանի որ ինքը հենց չի սկսել շարժումը, մի օր ես դրա մասին առանձին հաղորդում կնվիրեմ, թե ովքեր սկսեցին եւ հետո Լևոն Տեր-Պետրոսյանը ինչպես հայտնվեց այնտեղ մայիսի 31-ին 88 թվականի։ Հիմա էլ Կոպերկինի հետ է շատ հաճախ հանդիպում, կասկածում եմ, որ դա ուղղակի թեյի հանդիպումներ են եւ բարձր որ ուղղորդվել է, քանի որ Ռուսաստանը հասկացել է, որ Քոչյանը տոքսիկ է եւ որտեղ ինքը կա կամ Սերժ Սարգսյանը այդ պայքարը ավարտվում է, իրենց կարծիքով գտել են մեկին, ով կարող է որպես հիմնադիր նախագահ կոռուպցիաների մեջ այդպես չկա մարդ չի սպանել, գա եւ ազգային արժեքների համար պայքարի, բայց Լևոն Տեր-Պետրոսյանը ինքը լիբերալ արժեքների միշտ կողմնակից է եղել։ Դու գիտես չէ՞ որ Տեր-Պետրոսյանը ժամանակին իր նախագահության ընթացքում չէ, Վազգեն վեհապարի մահից հետո ընտրվեց Գարեգին Ան։ Այո։ Երկու տեխնացու կային այդ ժամանակ էլ այդ ընտրության ժամանակ կար Գարեգին Ան եւ Գարեգին Բ-ն Լևոն Տեր-Պետրոսյանը հիմիկվա Գարեգին Բ-ն էլի այն ժամանակ Գարեգին Ներսիսյանը Արարատյան թեմի առաջնորդը եթե չեմ սխալվում եղել հենց այն ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը դեմ է եղել մերօրյա Գարեգին Բ-ի ընտրվելու 27-ին է ընտրվել իր թիմակիցները այդ մեղադրանքները որ այդ օրն է ընտրվել ուրեմն հիշում ես Արյան վրա եկավ այդ դա էլ արդեն դավադրություններ է բանը Հիմա ես չեմ հասկանում Լևոն Տեր-Պետրոսյանը լավ սխալվել է մարդը մի 50 անգամ կյանքում ինչ է հիմա ասում ինչ է ուզում ըստ քեզ ես դե ըստ եկեղեցու մեծ հաշվով շատ բան չի ուզում էլի գնացել են նստել են Գարեգինի հետ խոսել են Զորակցություն է հայտնել, սա էլ Գարեգինը իբրև ձեռք բերում կամ պրոցեսներին ուզում է մասնակցի քաղաք։ Բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ Տեր-Պետրոսյանը բուրժուա դեմոկրատական տապալված հեղափոխության փորձ է արել, ես ինքս էլ այդ երիտասարդ տարիներին, հիմա ճամբարափոխ բանի մասին այդ խոսակցության ֆոնին ես էլ ասեմ, երիտասարդ տարիներից երբ որ ուսանող էի, ուսանողական տարիներից այդ համակարգի դեմ կռիվ էի տալիս, ով դուրս գար ասեր Սերժի դեմ կռիվ եմ տալի կամ սերժիզմի Քոչարյանա-սերժական այս համակարգի դեմ կռիվ եմ տալիս, ես թևերս քշտում գնում էի այդ մարդու կողքը կանգնում էի, որովհետև այդ համակարգից ազատվել էր պետք, այստեղ ներս էին հասցրել։ Հիմա ինչ ես դարձել եմ Տեր-Պետրոսյանի ճամբարից, որ ժամանակին այդ բուրժուա դեմոկրատական իր հռչակած խայտարակությանը ֆարսին մասնակից եմ եղել։ Գնացել եմ, որ Սերժին իշխանությունից լարենք կոպիտ ասած, այլ բան չի եղել։ Հիմա Կարող է Տեր-Պետրոսյանը էլի եմ ասում, կղերա բուրժուա նախագահական ու չգիտեմ կրեմլական ինչ-որ բաներ է գծում։ Այո, Կոպերկինյանը հատկապես Նիկոլ Փաշինյանի այդ արձագանքից հետո, որ Գարեգինը ունի երեխա եւ ունքը ունի ապացույցներ, հիմա արդեն եթե այն ժամանակ խոսք էր գնում հարցեր օթում կախված Գարեգինը ունի թե չունի երեխա Հիմա Նիկոլ Փաշինյանն ասում է ունի երեխա եւ պնդում է ու ասում է թող փորձի հերքի։ Կարծես չեն կապացուցեմ, չեն էլ հերքում։ Սա հենց դրա մասին է խոսում, որպես հավատացյալ արդեն կա եկեղեցում եւ Գրիգոր Լուսավորչի գահին բազմած անձնավորության փոփոխության խնդիր։ Լեգիտիմ է դա։ Ես ընդհանրապես հոտի մի մաս լինելով իմ մի կարծիքը իրավունք ունեմ արտահայտելու մեր հայրենակիցներն էլ նախ թող լայքեն եւ թող մեկնաբանությունների դաշտում էլ ակտիվ լինեն համաձայն են իմ հետ թե համաձայն չեն մնացածը արդեն ժամանակը ցույց կտա եւ այո կարծում եմ որ պետքա կուսակրոնության ուխտը խախտած աստծուն երթում տված հոգեվորականը գնա եւ այդ փաստերը պետքա Փաշինյանը հրապարակի այդ Պանդորայի արկղը ի վերջո իր ողջ պերճանքով
կրկնում եմ ողջ պերճանքով անկախ ժամանակագրությունը պետքա դրվի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առաջ եւ ես այստեղ միայն այս օրակարգին կողմ կլինեմ, այսպես ասեմ, մեղմ ասեմ, կողմ կլինեմ, այլ որ չասեմ գործող կլինեմ։ Նախ հիմնական արի ասենք թե ինչի է Նիկոլ Փաշինյանը հիմա հիշել, որ նա զավակ ունի, դա բոլորը գիտեին, մինչև Փաշինյանի իշխանությունը գիտեին։ Իհարկե խոսակցությունները ուղղակի քանի որ եկեղեցին որոշել է իր դեպ հակասահմանադրական ճանապարհով մտնել քաղաքականություն, Նիկոլ Փաշինյանը այս կետից է կախվել, շատ ներողություն, բայց կա շատ ավելի կարևոր կետեր։ Առաջինը նախ բիզնես գործունեությունը, դա իմ համար ավելի ծանր մեղադրանք է։ Լավ 1000 անգամ ներողություն եմ խնդրում մեր ունկնդիներից, եթե կենսաբանությունը մենք ընդունում ենք բիոլոգիան, բայց դա արդեն բիոլոգիայի խնդիր չի, չէ՞, այսինքն այդ մարդը, որը պիտի զբաղված լինի աղանդավորության դեմ պայքարով, ես սարսափում եմ, երբ փողոց եմ դուրս գալիս եւ տեսնում եմ, թե 2 միլիոն բնակչությանը որքան աղանդավորական շենքեր են բաժին գնում, ուրեմն կրոնական, նա զբաղված է իր բիզնես շեյր առաջ տանելով։ Այ մեկ խորհուրդ Փաշինյանին։ Երկրորդ խորհուրդը, եթե դու գիտես, որ նրանք հստակ կապեր ունեն ռուսական KGB-ի հետ եւ դա շատ հեշտ է բարձել, այ դա ասեք, թե լուստրացիա ասված։ Այո, թե չէ, այս երեխա ունի, չունի, սա մի թեմա է, որ այո, շատ ճիշտ է այն առումով, որ եթե դուք բոլորին բարոյական դասեր եք տալիս, մի հատ եկեք ձեզնից սկսենք, բայց հիմա մենք չենք հիմա նստի տեսնենք Նիկոլ Փաշինյանը ինչ կերպար ունի, մենք ինչ կերպար ունենք։ Ընդհանրապես դա որևէ մեկի գործը չէ։ Այո, անձնական կյանքը պետքա ֆիքսենք, որ չպետք է թիրախավորվի, բայց այստեղ մենք գործ ունենք օրենքի խախտման հետ, թե եկեղեցական, այո, թե քաղաքացիական, թե ներպետական, թե մայր օրենքի, ամեն ինչ այստեղ խախտվում է, այստեղ եկեղեցականը, որ պետքա զբաղված լինի հոգևոր սպասավորությամբ, եկեղեցականը թևերը կշտելա, միտեղ գողական այտում, միտեղ քաղաքական գործիչ ախաղում են, միտեղը չգիտեմ ինչ անում, սա նորմալ չի, ու այո, Նիկոլ Փաշինյանը գիտեր, լսել էր, հնարավորության դեպքում այդ փաստերն էլ վերհանել, դրել է դարակում, այո, հենց այդ պատճառով է ինքը այս թեման բացել, որովհետև հոգևորականները չպիտի մտնեն քաղաքականության մեջ։ Օրինակ Բագրատը, Վազգենը Գալստանյան քաղաքացի, նախկինը, Տաուշի թեմի առաջնորդը, դուրս եկավ, մտավ քաղաքականություն, տապալվեց 100 անգամ ասվել է, դուրս եկեք քաղաքականությունից, սա ձեր տեղը չի։ Սա նորմալ չի, որ դու փարաջեն խաչը վզիդ գցած, քաղաքականություն ես խաղում դեռ հերիք չի, մի հատ էլ ասում է, բանա, աշխարհաքաղաքական կենտրոնները իրան ասել են, ցնդաբանության աստիճան, գնում հանդիպումներ ա ունենում։ Ես այստեղ Վազգեն Գալստանյանին չեմ մեղադրում։ Ընդհանրապես չեմ մեղադրում։ Ես այստեղ մեղադրում եմ Հայաստանի Հանրապետության, օրինակ ազգային անվտանգության ծառայությանը, որը կոչված է, չէ՞, կամ արտաքին հետախուզության ծառայությանը, որ կոչված է այս մարդկանցով, նմանատիպ մարդկանցով զբաղվել, այսինքն աշխարհաքաղաքական այդ որ կենտրոնն է գնացել, Վազգեն ջան, քաղաքացի, քեզ այդպիսի բան ասե։ Ո՞վ է եկե քեզ այդպիսի բան ասե, հետաքրքիր չի։ Ու սարսափելի կանխատեսումներ են արել, ասենք Հայաստանը պիտի կործանվի, պետքա դառնա մեծ հասարակաստուն, այստեղ կավատները պետքա լինեն բացառապես նախկինում ովքեր էին իրանք, էդ էլ թող պատմաբանները փորձեն վերհանել, չասեմ, հա, թե չէ իմ փեշը վառված է, ճիշտ խոսքը մի փոքր սրտերին առնում է, շատ առնում։ Ասենք, ով է քեզ ասել։ Քաղաքացի Վազգեն Գալստանյան։ Ով է քեզ ասել, որ Հայաստանի Հանրապետության նմանատիպ ապագա է սպասվում, դու էլ պետքա ժողովրդին համախմբես, մտնես քաղաքականություն, հեղափոխություն իրականաս։ Ով է քեզ ասել։ Դու աշխարհաքաղաքական կենտրոնների ազդեցության գործակալ ես։ Ով ես դու առհասարակ, էլի ինչացու ես դու։ Քեզ ով եկել տեսել։ Կենտրոնները խափում են, օրինակ Շարմազանովը 23-ի գարնալը էլի ասում էր կենտրոններն։ Ես Շարմազանովին ինչ հիշում եմ 2018, բայց հանուն արդարության պետք է ասեմ։ Այդ ինքը գոնե կանգնեց Սերժի կողը միջև վերջ, էլի։ Այդ առումով իր մասով։ Բայց անդադ կենտրոնների բայց մենակ են որ ինքը 21 թվին ասում է վերջի տարին է, 22 թվին ասում է վերջի տարին է, 23-ին ասում է վերջինն է, 24-ին ասում է, հեսա 25-ին էլ կասի, 26-ին բան չմնաց։ Ոնց որ տեխնացուել ունեն Լիլի, ծահուն անցում կատարենք այդ թեմային։ Դա ավելի կարևոր է, ես ճիշտ Մասիսի քաղաքապետն է կարծեմ, չեմ իմանում։ Այդպես են ասում, այդպես են ասում։ Դե իր մասին մի քանի բան են ասում, նախ որ Վովա Գասպարյանի նախկին ոստիկանապետ անվտանգության պետի Արշակ չեմ հիշում ազգանունը։
Հովայի Արշակայինը ավելի հայտնի։ Իրա Փեսանա կապերը այդպես է տանում։ Մասիսի քաղաքապետն է, հանուն արդարության ասենք, որ Մասիսում ընտրված քաղաքապետ է, Մասիսի բնակչությունը նրան ընտրել է։ Հեղափոխության ժամանակ ցուցարարների վրա հարձակվող եւ հարձակում նախապատրաստող անգամ քրեական գործով էր ժամանակին անցնում, հիմա քրեական գործերից այնքան ենք զզվել, որ գործի հետևից գնաց, տենաս որը ոնց ծածկադմփոց արվեց, էդ էլ չեմ անում, ինչ ճակատագիր ունեցավ։ Հիմա կհիշեն։ Հիմա Էդգար Ղազարյանի եւ Նարեկ Մալյանի կողմից նախաձեռնված, Կոմս Դեղազարյանի կողմից նախաձեռնված, Սերժ Սարգսյանի կողմից կառավարվող կամ առաջ քաշված իմպիչմենտի գործընթացը թևակողում է իրենց բնորոշմամբ վճռական փուլ։ Ու տեխնացուն ու տեխնացուя հանրապետականը հավաքվեց, առաջարկ արեց հանրապետական խմբակցությունը հավաքվեց, առաջարկ արեց հանրապետական կուսակցությունը էլի հավաքվեց, լսեց հանրապետական ֆրակցիայի առաջարկը ու առաջարկեցին Դավիթ Համբարձումյանին կարգել վարչապետի տեխնացու Լիլիթ։ Ոչ ավել, ոչ պակաս։ Հիմա հուսով եմ նա տեղյակ է դրա։ Հիմա այս process-ին արձագանքել է բանը Քոչարյանական թևը։ Ասում է դե միջևս չէին միանում process-ին, հիմա ասում են մենք մեր 28 ստորագրությունով ողջամիտ ժամանակահատվածում կմիանանք այս process-ին։ Տեր-Պետրոսյանը դե գնացել էր Մարիաթոռ եւ Գարեգինի հետ էր ինչ որ մի բան խմորում։ Կարելի է այս էլ իրար կապել, թե սրանք առանձին խաղիկներ են ինչ որ։ Նույնիսկ Պաստոն ես տեղյակել չեմ, ինչ պրիմիտիվ խաղեր է, շնորհակալ եմ, որ դու միշտ ինձ լուսավորում ես այդ ուղղությամբ։ Առնվազն դու Facebook-ում թերթելիս Դավիթ Համբարձումյանի նկարը ինտելեկտուալ, այստեղ դες այնքան պրիմիտիվ են, Քոչյանը դե չի ասի ես չեմ միանում, որտեվ գիտի հիմա էլ հանրապետականը պետք է ասի, բա ինչի չես միացել, ոնց որ Գյումրիում եղավ, չէ՞, Սերժ Սարգսյանը չի մարսել, որ հարցակվեցին այսին շուտ Մարտուն Գրիգորյանին ասա միացի, հիմա հակառակն է։ Հայը որ Ռոբերտ Քոչյանը գիտի, որ անհրաժեշտ ձայներ չի հավաքվի, հա, ասում եմ միանում եմ։ Պրիմիտիվ։ Իշխան Զաքարյանը կմիանա, շատ հետաքրքիր է։ Օրինակ Իշխան Զաքարյանը Իշխան Զաքարյանը իստու ինքն է չգիտի կմիանա։ Ես այդ առիթով, որ իրանք սկսել են, ես առաջին արձագանքելուց ասել եմ գտեք Իշխան Զաքարյանին։ Երբ որ կգտնեք Հիշում ես Իշխան Զաքարյանն ասաց ես առանձնանում եմ որ նոր ակտիվ գործունեություն սկսեմ ընդդիմադիր հա այդ պատիվ ունեմից որ առանձնացա դե ուզում եմ առանձնանալ պատճառ էր պետք պատճառ դրանից չեմ հիշում դե էլի տեսնում ես Հայաստանը կարող է տանել այս ամենը ոչ միտեղ սա Քոչարյան Սարգսյան ներքին գզվրտոցի մասա որ Սերժ Սարգսյանը իբր ուզում է վատ վիճակի մեջ զնի Քոչարյան ասի չես միանում նա էլ հասկացել է խաղը ասում է միանում եմ ոբշի այդպես չասեմ Հարությունյանի խիչ չաջակցեց Սերժ Սարգսյանը ինչ խնդիր ունի կարծես Օհանյանը ասեց Նիկոլա նման է Մարուկյանը լավ էլի ես չգիտեմ երկուսն էլ մի փոքր ճաղատություն ունեն բայց դժվար թե դա նկատի ունի Սուրբաթորը պիտի խոսա Սերժ Սարգսյանը ասի որ շատ էլ հարմար տեխնացի կապ կա Սուրբաթորի հետ Դա Գևորգ Պապոյանն ասել, իսկ ես վստահում եմ նրա խոսքերին։ Հա, ասելա կապ կա։ Հետո չես հիշում Վատիկանի դրոշ, բա, տենց իրար ինչ որ տենց նամյոկներ են տալի։ Մենք գոնե գիտենք։ Իդեպ վերջերս այդ Սուրբաթորի ակտիվացել է։ Սուրբաթորի ներկայացուցիչը պատվոճակերտավոր նկատվել է Թիֆլիսում, օրեր առաջ համացանցում այդպիսի տեղեկություն շրջանառվեց, լուսանկարներ հրապարակվեցին, օրինակ մեր ուժային կառույցների ղեկավարները։ Հա, Ադրբեջանի դիմությանը։ Ես ինչքան գիտեմ, ինքը բանի մեջ է, չէ՞, հետախուզման մեջ է։ Հետախուզման մեջ է ինքը։ Օրինակ մեր ուժային մարմինների ծառայողները ինչ են մտածում այս հարցի շուրջ կամ Հայաստան-Վրաստան հարաբերություններով զբաղվողները, այդ կապը պահողները։ Ոնց է ստացվում, որ մեր մոտ հանցագործության համար կոնկրետ հետախուզվողը հայտնվում է Թիֆլիսի որևէ գողտրիկ անկյունում ու մեր հայրենակիցները ֆիքսում են իրան։ Մի կարևոր նախադասություն ավելացնեմ, Տեր ասողիկ կարծեմ, ճիշտ եմ ասում։ Ահա, ինքս է խոսել ինչ որ արյան գետերից։ Նախադասության մեջ, այստեղ մի հետաքրքիր նախադասություն կա, տես դու շատ կարդացել ես, ասում է, ինչու ձայն չեք հանում ներկա եւ նախկին շրջանակներ։ Մեզ զոհաբերում եք Մայրաթորին, միտքը դա է, Ինքը ակնարկում է։ Ինչ ակնարկում է։ Ակնարկում է
այն ուժերին, որոնք որ այ օրինակ այդպիսի ուժերից մեկը Ռոբերտ Քոչարյանն է, միակ տղամարդն է։ Միակ տղամարդը։ Այսինքն կները ժողովրդվա են տալիս։ Միակ տղամարդը բան էր արել։ Ժամանակին խոսում էր որ պետքա գտնենք մի հատ այդպիսի սրբազան, որ ժողովրդի կողմից ընկալելի է ու այդպես կկռենք միջև քոքը կմաշացնենք։ Բանա Վազգեն Գալստանյանին գործուղեցին փողոց, Գարեգինն էլ ասեց օրհնված այս ճանապարհը միջև վերջ գնա Փաշինյանին բան չմնաց 5 րոպե դուր մի հատ կզանգես Էջմիածին կասեմ էլ ինչքան տաս 15 րոպե էլ կտաս կուլմինացիան կլինի բանում կոնգրես հյուրանոցում իմպիչմենտի գործընթաց խմորել է հիմա ուր են բա ինչի՞ց են չկա այն կծկտուր ոյ հայ առաքելական եղբայր իդեպ հայր ասողիկը շատ ճիշտ է ասում էլի իրար եկեք սա հայ առաքելական եկեղեցու դեմ չի սա կոնկրետ անձի դեմ է դուք իրանք որ բան են անում ասոցացնում են անձին հայ առաքելական եկեղեցու հետ իրենց թվում է Գարեգինը դա ընդունում է որպես ուղիղ աջակցություն տեսեք որ այդ մարդը դա ուղիղ աջակցություն չի ընդունում իր հնարավոր աշխատակիցների միջոցով, գործընկերների միջոցով այդ տեղեկատվական սլիվը տալիս է ձեզ, որ ինքը գոհ չի էս իրավիճակից։ Սա հայ առաքելական եկեղեցու դեմ չի եւ ինքն էլ բնավ կողմ չի, որ իրան նույնականացնեք եկեղեցու հետ։ Սա իր դեմ է, անձի դեմ է։ Իհարկե հիմնավորված։ Այլ հարցը որ դուք այդ մարդկանց այդ եկեղեցու որոշ սպասավորների օգտագործում եք կամ ուզում եք օգտագործել եւ օգտագործեցիք քաղաքական process-ների մեջ հիմա մենակ եք թողել ասում եք հայ առաքելական եկեղեցին իսկ հայ առաքելական եկեղեցու թիրախավորման մասին փուչիկը հանրության շրջանում պայթել է չկա Հայաստանի Հանրապետության քաղաքացին աշխարհասփյուր հայությունը գիտի որ սա փուչիկ է եկեղեցին չի թիրախավորվում որպես ինստիտուտ չի չգիտեմ եկեղեցու հեղինակության հետ որևէ մեկը չի խաղում ընդհակառակը բոլորովին հակառակն է տեղի ունենում եկեղեցին ներսից ինքնամաքրվելու կոչեր է հնչում ել ավելի հոտի հետ շփումներն ու հարաբերությունները խորացնել է նախատեսում սա է նախատեսում այս փուչիկը պայթում է մայրաթորից էլ ասում են հոп ուղիղ աջակցություն ինչ դուր եք դուք ինչի եք լռում խոսեք Փաշինյանը այնպեսի կետ է գտել իդեպ սա հետարքիր անդադ հետ են գալիս այդ թեմային որ նախկինները չեն կարող դա հերքել տես այսինքն փաստ կա եւ իրենք հասկացել են որ այդ գորալը որ այո դուք եկեղեցուն եք թիրախավորում դա հակառակ էֆեկտ է ունենալու դրա համար կարծում եմ եւ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը քանի որ իրենք էլ լուրջ հեղինակության խնդիրներ ունեն իրենց հետ են պահում որովհետեւ քաղաքական նպատակներ ունեն Լևոն Տեր-Պետրոսյանը արդեն իր տարիքից ելնելով գիտի որ ինքը էլ իշխանության չի գա չի էլ ուզում բայց այստեղ արդեն ռուսական շկոլան է աշխատում հետարքիր արդյոք ռուսները կներես հազար անգամ ժերտվա կտան Գարեգին երկրորդ կաթողիկոսին Նիկոլ Փաշինյանին թե գուցե գնա սրացումների որտեվ սա էլ է հետաքրքիր Հայր ասողիկն ասում է Սուրբ եկեղեցու բանկը այրամփ եք ուզում լցնել Հայր ասողիկն ասում է բանա ժողովրդին բախման տանել սա ներ Հայաստան իրար մեջ դե եկեղեցականներ էս մարդը հայր ասողիկը անգամ մի էսպիսի հետաքրքիր բան ունի ասում է եկեղեցու բոլոր սպասավորները հետևորդները անկախ տարիքից եւ զբաղեցրած աստիճանակարգից ընդունված նետված մարտահրավերը ընդունում են ու արյան գետերից է խոսում, արյուն թափելուց է խոսում, այսինքն գիտակցաբար տանում են սրման իրավիճակը եւ դա սпасելի է։ Բայց դի ժողովուրդ լինի իրանց կողմով։ Այ դա արդեն այլ հարց է, ժողովուրդ կլինի թե այդ աջակցության մասին հայտարարությունը նաև սրա մասին է, որ ձեր հնարավոր ռեսուրսներով, ձեր կերակրատաշտից, լափամանից կդրվածներով ձեր կրծքից կդրվածներով, բոլորով, մերով, մանուկով հավաքվում եք, գալիս եք աջակցելու։ Հակառակ պարագայում, եթե ու դա արսվում է Նիկոլ Փաշինյանի հայտնի գրառումից հետո, պնդումից հետո այլևս հստակ, որ Գարեգին բն ունի երեխա եւ խախտել է կուսակրոնության ուխտ ու իր ձեռքի տակ կա ապացույցներ ու Հայաստանի Հանրապետության քաղաքացին ժողովուրդը պետքա վեհարանն ազատի
Գարեգին Բ-ից։ Այս հայտարարությունից հետո խոսվում է Արյան լճերից, խոսվում է բախման տանելուց եւ խոսվում է չաջակցողների որևէ շրջանակից ու մեսիջ աղվում իրենց, որ պետք է աջակցեք։ Ուտերքի իրենց պատասխանը։ Իսկ Տիկին Մատվիենկոյի հետ կապված ինչ նկատա այցի։ Դու ինչ նկատեցիր, օրինակ ես էլ քեզ եմ այդ հարցը։ Ես չհասկացա այդ այցի իմաստը, ես էլ եկել էր երեք է, ինչի երեք է, ով էր իրան կանչե կամ ով էր։ Եկավ Վալեն Սիմոնյանին սկսեցին քննադատել։ Հա, Վալեն Սիմոնյանն էլ ընդեն գավ թիրախի տակ։ Ծաղիկներն իրենց անձամբ դիմավորեց, Ինչ աներ։ Ինչ ունենք, լավ, հարաբերությունները չեն ոնց որ վերաիմաստավորվում։ Ես սա կապում եմ ավելի շատ նոյեմբերի ներողություն մայիսի 9-ին Փաշինյանի Մոսկվա կատարված այցի հետ Փաշինյանը գնաց ասեց ես ճկուն եմ ես կարամ օքեյ է նորմալ է մի բան կանենք դա նրանք երևի ուղիղ այդպես ընդունեցին ի պատասխան այցեր կատարեցին Լեռնային Ղարաբաղը հայաթափելուց հետո Առաջին անգամ այսպիսի բարձրաստիճան պաշտոնյաներ այցելում են Հայաստան, եթե չհաշվի չառնենք ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստը, որտեղ Միշուստինը նաև մասնակցություն ունեցավ, Սուերի ուղեկցությամբ եկավ իջավ, Սուերի ուղեկցությամբ ելավ գնաց, էլի։ Եթե դա հաշվի չառնենք, սա առաջին այսպիսի բարձրաստիճան պաշտոնյաների այցներ Լավրով, հաջորդեց Մատվիենկո, մեջտեղը տեղից դղկած Զախարովան, որ Սյունիքում հյուպատոսության համար հնարավորություն չեն տալիս, հյուպատոսություն բացելու հնարավորություն չեն տալիս, ինչ է սա ճնշում է ուղիղ Հայաստանի Հանրապետության, հա կարող ենք ենթադրել, որ օրինակ Մատվիենկոն եկավ, իր ասելիքը փոխանցեց, գնաց, կամ արարողակարգային այդպիսի այցեր եկավ, եկավ ինչ արեց, լսեց ոնց են իրան դուսը ֆաշիստ գոռում, այդ լսեց, եկավ ուր եկավ Ինչի եկավ, ով էր իրան ստեղ սպասում։ Առհասարակ ես որ ճիշտն ասեմ, հայտարարությունները նայում ես մեկը մեկից բան չասող հայտարարություններ է։ Ինչի համար եկե չես հասկանում։ Նախ ճիշտն ասած այդ ակցիաների հետ կապված, եթե պիտի սակավամարտ լինեն, Հայաստանում շատ են Ռուսաստանի դեմ հանդես եկող անձինք պետք չի, որովհետև հետո ռուսական մամուլում ասում են, որ տեսեք 3-4 հոգի են Ռուսաստանի դեմ։ Սա մեկ, երկրորդը, ես վստահ եմ իրենք հատուկ են այցելում, նախ ցույց են տալիս Ադրբեջանին եւ աշխարհին որ Հայաստանը էլի մեր տակա ներողություն երկրորդ իհարկե վստահ եմ նոյեմբերի 9-րդ կետից են գալիս այստեղ խոսում Փաշինյանի հետ զգուշացնում են արևմտյան հարթակներում չգնալ Ալիևի հետ բանակցությունների կամ խաղաղության վերջերս ես տեղեկացա որ նախապատրաստվում է Փաշինյան-Ալիև հանդիպում այսպես կուլիսներում լսեցի ոչ ռուսական հարթակում Եվ կարծում սա նյարդայնացնում է Պուտինին, որովհետև Հայաստանը արի արդեն վստահ են բոլորը հասկացել են պետք է Ռուսաստանն այդ Լուկաշենկոյի բառերը իրական չէ։ Հայաստանը բոլորին էլ պետք է այսօր։ Այո։ Այ մեր հիմնական չհասկացվածությունը դրանում է, որ Հայաստանը բոլորին պետք է այսօր։ Բոլորին անխտիր։ Առավել եւս տարածաշրջանային երկրներին իրենց հակասող եւ համադրվող շահերով հանդերձ Հայաստանը բոլորին պետք է։ Իզուր չէր Ֆրանսիայի դեսպանը բացման արարողությանը հյուպատոսանի նշում, որ սա խաչմերուկ է։ Մենք այդ խաչմերուկի վրա ենք, Սյունիքը այդ խաչմերուկի հատման կետն է, ու մենք սա պետք է գիտակցենք։ Այլ հարց, որ մենք երբ որ Հայաստանի Հանրապետության շահերը համադրում ենք այլ երկրների հետ, ոմանք դա հակառուսականությամբ են փաթեթավորում։ Հակառուսականություն չի։ Հակառուսականություն բնավ չի։ Հակառուսականություն էր ժամանակին, երբ որ մեզ խափում էին, պետական ամենաբարձր պաշտոնյաներն էին խափում, չէ՞, նախագահի մակարդակով էին խափում, վարչապետերի մակարդակով էին խափում, որ Ռուսաստանը երաշխավոր է այստեղ, եւ այդ ժամանակ դուրս գա իր երաշխավորի եւ փաստաթղթավորված դաշնակցի դեմ դա կոնկրետ հակառուսականության սերմանում էր, չնայած զենքի վաճառք եւ այլ գիքսերից հետո Ռուսաստանի Դաշնության միանշանակ հայ ժողովուրդը նաեւ այդտեղ բարոյական իրավունք ուներ Ռուսաստանի Դաշնության դեմ այսպես տրամադրվեր, հիմա առավել եւս 2020 թվականի աղետալի պատերազմ Լեռնային Ղարաբաղի հայաթափում Հայաստանի Ադրբեջանի այլևս փաստաթղթավորված Ռուսաստանի Դաշնակցի կարգավիճակ Հայաստանի Հանրապետության Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի միջև դաշնակցային փաստաթղթերի ընդհանրապես չկատարում եւ
առասարակ կան այդ փաստաթղթերը, փուչիկը, հապկի փուչիկը, ԵԱՏՄ-ի երբեմն իբրև մահակ մեր դեմ օգտագործվելու հանգամանքը, Ռուսաստանի Դաշնության նախագահի դիրքորոշումները, հիբրիդային պատերազմը, որ հիմա այս պահին մեր դեմ տարվում է, ռուս եկեղեցու դիրքորոշումը, ռուսների այստեղ ռուսերենի պաշտոնական կարգավիճակ տալու պահանջը շարունակաբար այդ ամենաթիրախային պահանջներից մեկն է Ռուսաստանի, որ շարունակում է դեռևս օդում կախված մնալ եւ անընդհատ բոլոր ժամանակներում դա շոշափվում է ռուսաց լեզվին այստեղ պաշտոնական կարգավիճակ տալու հարցը։ Ու այսպես շարունակ հիմա դե կներեք էլի, մենք հո հակահայ չենք կամ հո բան չենք, այս ազգի տականքը չենք, որ կանգնենք ու Ռուսաստանի Դաշնություն պաշտպանենք։ Իրերը կոչում ենք իրենց անունով եւ այդ անվանումների մեջ հիմնական գերակշիռ մասը կազմում է դավաճան, ոչ բարյացակամ, ու այդպես շարունակ այդ բառակապակցություններով Ռուսաստանի Դաշնության անվան կողքին։ Սա նորմալ է։ Սա թող որևէ մեկը չփորձի այդ նուրբ լարերի վրա խաղալ, այ հակառուսականություն է, Սորեսնա, չգիտեմ, ով է։ Դեպտա էլա մի թեմա, մի առանձին թեմա, մի օր կարելի է դրանից էլ խոսալ, էլի, ժողովրդի մեջ այնքան են ասել Սորոս, ժողովուրդը ով էկրանների առաջ հայտնվում է, խոսում է, կամ ում լսում են, ում տեսակետը կիսում են, համաձայն են, բանա։ Մի հատ շրջանակ կա, որ հայտնվում է մեկնաբանությունների նկարները։ Հա, ասում եմ Սորոսական, չգիտեմ, ես նախ Սորոսի հիմնադրամի դուռը մոտիկից տեսած չկամ, ընդհանրապես այդ ոչ մի առհասարակ ոչ մի հիմնադրամի հետ կապ ունեցած կյանքիս մեջ երբևէ չկամ, արդի ստեղծվել է ասեմ, էլի կոթուլ տվության։ Ժողովուրդ ջան, մի կապեք, էլի, դուք ինձ վիրավորում եք, ամեն մեկի ականջից որ թղթով բռնեմ այդպիսի բան գրողների, չէ, դատի չտամ, ականջից թղթով բռնեմ, տանեմ ապացուցեմ, որ այդպիսի բան չկա կամ պահանջեմ ապացույցներ, էլ ինչ ասես չի լինի, էլի, այտենց չի ձևը։ Ամեն մեկին չի կարելի մի արշինով չափել, առավել եւս ինձ եւ քեզ կարծում եմ, դու դիվոր կապ չունեցած շլնես, չէ՞, թիմ ունես, հա։ Հետո կպատմեմ։ Հա, Սորեսնա։ Ուղիղ կապի մեջ եմ։ Ի տարբերություն Երկիրմեդիայի տենց գումար չեմ ստացել արձերն, այդ հիմնադրամից կամ Ռոբերտ Քոչարյան փաստաբանի, բայց ինչ վերաբերում է հակառուսականությանը, շատ հետաքրքիր թեմա է բացվել, հակառուսականը այսօր Կրեմլն է։ Մենք չենք։ Հակառուսականը այն ռեժիմն է, ով 130,000 արդեն զոհ ունի, հաստատված փաստերով, անվանական, վիրավորների մասին չեմ խոսում, միլիոնից ավել է գալիս, որը ընդամենը 7%-ով է ավելացրել իր տարածքային ձեռքբերումները սկսած 2014 թվականից, այսինքն այդ զոհերը անիմաստ էին։ Բանապատակների մասին։ Նպատակներում տապալվեց հենց սկզբից, երբ որ խնդիր էր դրել իր սահմաններին մոտ չունենալ ՆԱՏՕ-ի անդամ պետություն, Ուկրաինայի տեսքով ստացավ ՆԱՏՕ-ի անդամ Ֆինլանդիա, ընդամենը մի գետ բաժանող, էլի։ Շվեդիա, Ֆինլանդիա, հետաքրքիր է, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային բերեց էլի հարավային Կովկաս, այսինքն Վլադիմիր Պուտինը իր քաղաքականությամբ, նրան չի հետաքրքրում իհարկե Ռուսաստանը, վերջերս այդ Ուկրաինայի հարձակումը տեսանք խայտառակ ուղակի վիճակ ռուսական ռազմական ստրատեգիական օդանավականներում, զեկույց ցույց տվեց հրաշալի գործողություն էր իդեպ դա նաև նշվում է որ մարդկության պատմության մեջ է գրվելու նորագույն այդ գործողությունը իր մասշտաբներով ահռելի չափի վնաս են տվել ռուսական կողմին այդ վայնասունը որ բարձրացրել են իրանց Z կանալները դրա մասին է խոսում նաև տեսանյութ հրապարակվեց որ այլևս արտադրման հնարավորություն չունի ինքը այդ կոնկրետ այն օդանավները ոչնչացվել է ու ասում են նաև աշխարհագրական դիրքի առումով դա առաջին հերթին Միացյալ Նահանգներին ուղղված սպառնալիք էր այդտեղից պետք է այդ օդանավները առաջինը Միացյալ Նահանգներին հարված էին ամենամոտիկ կետն է եւ ամենահարմար հրաշալի փայլուն օպերացիա իրականացրեցին Իսկ դու տեսար որ Հայաստանում կան քաղաքագետներ որ ասում են այդ Ադրբեջանից է իրականացվել Մեծ Բրիտանիան այդ գործողությունը տենց մարդիկ կան թուրքագետ են արևելագետ ես Facebook-ում տեսա որ ուրեմն փաստորեն Անգլիան Ուկրաինայի տարածքից չէր կարող դա իրականացնել պետք է գնար Ադրբեջանի Բայց ադրբեջանցիք տենց լուրջ օպերացիաներ են իրականացնում Դե այդ նմանա բանին ֆոսֆորային զենքը Ադրբեջանին տվել է Ուկրաինան հայտնի փուչիկ թեզին, էլի, որ նետեցին դաշտ, է ժողովուրդն էլ այդ պրոռուսական ժողովուրդ այն ժամանակ, ինչի այդ հեշտ այդ
նետված խայծը ժողովուրդը կուլ տվեց այդ fake լուրը շատ արագ ժողովուրդը մարսեց, ընդունեց որպես բացարձակ ճշմարտություն, որովհետև Ռուսաստանը դաշնակից էր, բոլորը պրոռուսական էին մեր հանրության մեջ, հավատում էին ռուսների գոյությանն ու փրկողակ լինելուն, դրա համար հեշտ դրան հավատացին։ Ռուս-ուկրաինական խմորումներն էլ նոր սկսվում էր, դրա համար այտենց հեշտ հավատացին։ Ինչ կա ուկրաինական ճակատից։ Ուկրաինական ճակատում հակահարձակումը կարծես ռուսներն ասում են սկսել են Դնեպրի ուղղությամբ։ Տես Ամերիկայից հիմա առանձին խոսենք, Մասկ, Տրամփ, Զելենսկին եւ Պուտինը երկուսն էլ հասկացել են, որ պատերազմը շարունակվում է, պատերազմը թեժանալու է։ Իդեպ այդ վայ փորձագետները Քոչայանամերձ, որ ասում էին ավարտվեց պատերազմը, այսի բաներ էլ եմ տեսել։ Կռեց Պուտինը, Տրամփի հետ կիսեց աշխարհը, հիշում ես եկավ Օրբանին էր մեջ բերում Քոչարյանը, ասաց հաղթել է Պուտինը ՆԱՏՕ-ին, ես զարմանում եմ լինելով 10 տարի նախագահ այդքան տեղյակ չլինել միջազգային զարգացումներից։ Հիմա Զելենսկին այս օպերացիայով ցույց տվեց խոցելիությունը Ռուսաստանի։ Արի հիմա օբյեկտիվ ենք մենք վերլուծում։ Պատկերացնես Ղրիմի կամուրջի վրա վերահսկողություն չի եղել տեսակապով։ Ռուսները այդ հարձակման կադրերը նկարել են Ուկրաինայի օնլայն ռեժիմով են վերցրել։ Պատկերացնես հետախուզության կայքից։ Ղրիմի կամուրջի կադրերը եւ ասում են սա իդեպ Ուկրաինան շոշափում է, սա դիվերսիա չէր իրականում։ Որովհետեւ խոսվում է հենց անմիջապես Ուկրաինայի անվտանգության այդ ծառայությունը հայտարարեց, որ սա գործողություններից մեկն է ընդամենը եւ շարունակական է լինելու եւ կարծես թե այո։ Գիտես Զելենսկին հասկացել է մի բան, Ուկրաինան արևմուտքը անդադ հապաղում է, ասում է մի արա, դե Պուտինը ինչ գիտենք, ինչ կանի, չի կարելի այդ երկիրը ոչի սպառվելու։ Եվ մենք հերքել ենք, որ Պուտինը կարող է ատմիջկային զենք կիրառել, նախ դե Չինաստանը չի թողնի, որովհետև ես խոսել եմ հաջորդ բային Հնդկաստանը կօգտագործի, դա Չինաստանի դեմ Ճապոնիան էլ իր զենքը կստեղծի, հետո բան չի ստեղ միջուկային զենքերով չենք պատերազմելու, ինչա մեկը որոշել է գնա Ուկրաինան գրավի, այսինքն ուրիշ բան, որ տակտիկական է կարող է կիրառել, բայց այդ օրեշնիկի այսպես փուչիկը տեսանք, վնասները քիչ էր։ Եվ դու տեսար հարվածները Ուկրաինայի ուղղությամբ էլի քնած մարդկանց վրա էր։ Այսինքն ինչ է անում Ուկրաինան։ Ուկրաինան ստրատեգիական հարվածներ է անում, ու Պուտինը ժողովրդին։ Այսա կարող ենք հստակ ասել, որ Ադրբեջանի կողմից գծված բանա ծրագիր է, օրինակ ադրբեջանցիներն էլ էին, չէ՞, սիրում քնած մարդկանց ռմբակոծել, տակտիկան, այո, բնակչությանը խաղաղ ռմբակոծել, մարդկանց այնպես ինչպես Բուչայում մարդկանց սպանդ իրականացնել։ Այսա ադրբեջանական, այստեղ ասենք եկեք ճակատները պաչենք, թե չէ դրել են բանա։ Ուկրաինայի դարակազմիկ մեր դարի համար 21-րդ դարի համար սա բացառիկ մի օրինակ է ռազմարվեստի մեջ, այս այսպիսի գործողությունը վերագրել Ադրբեջանին, դա առնվազն շանտաղություն է, էլի առնվազն։ Կրոկուսի գործողությունները Ուկրաինային էին վերագրում, չէին ասում պրոֆեսիոնալ են, բայց չեն կարող անել, այս գործողությունը մուսուլման են, մեջները կարող Ադրբեջանում նախապատրաստված։ Իդեպ մեր ԲՏԱ նախարարությունը իսկ քննադատում է, որովհետև այս նորարարական մեթոդները բարձր տեխնոլոգիաների։ Այո, այն որ լուսին էին թռչում, հիշում ես, ասում էին հաջորդը լուսին ենք թռչելու, այս չի կարելի գիտես, նայում ենք տեսնում ենք ոնց են պատերազմ Ուկրաինան ծանր տեխնիկա այլևս չի կիրառում, այդ հրթիռներ, Իսկանդեր, անցել է դրա դարը, այս է դիվերսիաներով, ասում են առաջին անգամ արհեստական բանականություն է օգտագործվել, իդեպ շատ հետաքրքիր է, մեր հայ գիտնականներ, էլի նստած Լևոն Տեր-Պետրոսյան, արդեն ինչ ասեմ, նավթալինի կներես, էլի չեմ։ Իսկ աշխատում են, միգուցե աշխատում են Լիլիթ։ Չէ, արդից օգտվելով ես այս արդից օգտվելով պետք է նախարարին կոչ անեմ, Մխիթար Այրապետյանն է, չէ՞, եթե չեմ սխալվում։ Եթե աշխատանք տարվում է, առանձին մարմիններ կան, պետական, որ այդ կարված աշխատանքը գիտեն մատուցել եւ գիտեն ում մատուցել։ Քաբլիցի, եթե աշխատանքը ասում են, որ ասեք, որ արվում է, եթե չի արվում, թույլ տվեք մենք ասենք, որ չի արվում։ Հիմա օրինակ ես չգիտեմ արվում է թե չի արվում, բայց մեծ սիրով կուզենամ իմանալ արվում է ու ինչ մասշտաբների արվում, այնպես որ նախարարը հուսով եմ կարձականքի։ Տես որ ասում են դա գաղտնի է, այսինքն Ուկրաինան չի հասկանում, որ դա գաղտնի պայի, դուք որ մի կտոր զենք եք առնում Ֆրանսիայից, բոլորին պատմում եք, այ դա գաղտնի են անում։ Իսկ այս դեպքերում, երբ որ հասարակության այն շերտերը, փորձագետները, որոնք վստահաբար շփում ունեն, ասում են այդպեսի բան չի արվում, մենք, այսինքն գետնի տակ չեն ստեղծում այդ զենքերը, չէ՞, մենք իմանում ենք, կամ Ադրբեջանը ասում է, էս եմ անում, այն եմ անում, ցուցադրում է, Հայաստանը էքսպոների է մասնակցում, բայց նորից եմ
կրկնում, հայ գիտնականները իրենք կարող են ստեղծել այդ զենքերը եւ ավելի լավը, որովհետեւ մեր գիտական միտքը եւ Ռուսաստանում է զենք ստեղծում եւ ԱՄՆ-ում այլ հարց է, որ Հայաստանի նախին իշխանությունը դա հետաքրքիր չի եղել։ Իրանց ինչ կարևոր։ Ընդհուպ ես որ դու ասացիր մեր գիտնականների մոտ այդ կարողությունը կա, ընդհուպ ասեմ, որ ես եթե արձագանքը լինի նախարարությունից, իսկ այդ արձագանքը աշխատանքի իրականացման հետ շատ ուղիղ կապ ունի, եթե աշխատում եք, ուրեմն նաև արձագանքում եք, եթե չեք արձագանքում, ուրեմն երևի թե չեք էլ աշխատում։ Ես այդ սկզբունքով եմ առաջնորդվում։ Եթե այդպիսի մի հանդիպում լինի պատասխանատու շրջանակների հետ, ընդհանուր ես մի այդպիսի գիտնականի հետ կծանոթացնեմ, ով կարող է օգտակար լինել Հայաստանի Հանրապետությանը։ Իդեպ այդ միտքի իմ մոտ վաղուց կար, այդ մարդու հետ վաղուց ունեմ շփումներ, բայց չգիտես ինչի միշտ չի ստացվել։ Նաև սա պետք է դիտարկել, բավականին լուրջ кейսով կարող է այս մարդը ներկայանա, մնացածը պետությունը տենանք ոնց իրան կդրսևորի։ Մի քանի ռազմական մասնագետ, որ իրենց ներկայացրել են հաշվարկները, դրոններ, լազերային դրոններ եւ այլն ստեղծելու, դա ես գիտեմ արձագանքների, հիմա չեմ ուզում խոսել, բանանելի տենց թղթաբանություններ, երկարացնել։ Հա, ու տենց 5 տարի անցավ Թարություն ջան։ Գիտնականին էլ այդ խղճուկ աշխատավարձի վճարումը պետքա հանել։ Գիտնականը քո պետության համար եթե զենք է մտածում, այդ մարդը պետք է բոլորից լավ ապրի, բոլորից ապահովված։ Իդեպ ամենակարևորը անվտանգությունն է այդ մարդու շատ լավ պետք է ապահովի, որովհետև հենա նույն ձևի Միացյալ Նահանգներ, Իրան, Միացյալ Նահանգներ, Իսրայել հակամարտության ֆոնը, երբ որ բերում ենք դիտարկում ենք, ինչ ենք տեսնում, որ թիրախավորվում են կոնկրետ գիտնականները ու գիտնականներին են շարքից հանում, որպեսզի այդ process-ը կանգնեցնեն։ Իսկ մեր մոտ գիտնականները ամենաանպաշտպան խավն են, էլի, ամենախղճուկ, ամենաանպաշտպան, ամենայն հարգանքով բոլորի նկատմամբ, բայց ես նաև իրենց ձայնն եմ ուզում բարձրացնել։ Այդ մարդկանց պետք է շատ լավ Կարքին Հայկոն դրա մասին հումորներ էր միշտ անում, որ գիտնականները քաղցած են, բայց հիմա տեսնում ես Տրամպի մասկի թեմա ինչ շա կատարվում այնտեղ հետաքրքիր կինո է։ Կուսակրոնություն թեման, ամերիկյան ձևերով, այսինքն նա մեղադրում է Տրամպի սեքսուալ հանցագործությունների մեջ Իլոն Մասկը, Էփշտեյնի հետ հայտնի գործը կա, կարճ ասեմ, դա անչափահաս երեխաների հետ սեռական կապերի մասին է, ուրեմն 90-ականներին, եւ Իլոն Մասկն ասաց, որ Տրամպը մասնակցել է այդ երեկույթներին եւ նա Էփշտեյնի հետ շատ մտերիմ է։ Կարող է արհեստական բանականությամբ Իլոն Մասկը ստացել։ Կարող։ Հիմա որովհետեւ որ խոսքա գնում կաթողիկոսը երեխա ունի թե չունի, ասում են արհեստական բանականությամբ ինչ ուզենք սարքեն։ Դա ժողովուրդ ջան, արհեստական բանականությունն ուր, այդ թվերն ուր, կոնկրետ Եվ ես կարծում եմ Ռուսաստանն էլ է տեղյակ այդ փաստերից, դրա համար էս Տրամպի անհասկանալի պահվածքը Ռուսաստանի ուղղությամբ, ես չեմ ասում նա գործակալ է, այդպես բարձ չեմ մտածում, ես կարծում եմ նրա վրա կան ճնշման մեթոդներ։ Հետո իհարկե Իլոն Մասկը ջնջեց իր գրառումը, բայց գիտես դա այդպես Ամերիկայում հեշտ չի անցնում, գնում է, որ կանգնած լավ է արել, ձեզ ինչ սայթակել է, դա արդեն իմպիչմենտի գործընթաց է, հիշում ես Կլինտոնը նույնիսկ երևի կապել չէր ունեցել Մոնիկա Լևինսկի հետ, այդ մարդուն։ Իդեպ այդ լավ արելի կոնկրետ հեղինակը բավականին նեղսրտել էր մեր նախորդ հաղորդումից։ Իմ կարճ խելքի թե մազես կապել են, որ չերևա որ թիրախավորել էր կանանց, որ ասում եմ սրանք մնացել են 15-րդ, 16-րդ դարում ու այդ բանից դուրս չեն գալ, այդ կարգավիճակի Բայց ինքը չգիտի, որ քրիստոնեության մեջ կնոջ դերը ինչ քո գլխավորությամբ թիրախավորեց այդ մարդը, ինքն էլ չհասկացավ ինչ արեց։ Որ չի հասկացա։ Մի հատ էլ ներեց։ Իրանց դեպքում ներելի է։ Ինքը ինձ ըրճում ներեց, քեզ չէ, դու առավել ինչ ասեմ, ես բավականին աչալուրջ եմ գիտություն իրենց, ես իմ շուրջը շատ ուշադիր եմ նայում, թող բախտները փորձեն։ Ընդհանրապես սա կարող եմ ասել, փորձեք, փորձանք չի բերի։ Հա դու դաշնակցության մեթոդներին ես անդրադառնում, նրանց մարգանված սպորտում կլինի։ Ինչի հոկտեմբերի 27-ին կոծվեն դաշնակցականն էլ մեր օրերում կհելնի կհայտարարի, որ դա պորտկում էր ու մենք դրան լուրջ չենք վերաբերվի։ Շատ լուրջ է պետք է այդպիսի հայտարարություններին իդեպ վերաբերվել։ Ամենայն անկեղծությամբ եմ ասում։ Շատ լուրջ է պետք է այդպիսի հայտարարություններին վերաբերվել։
կանգնել հոկտեմբերի 27-ը էմոցիոնալ պորտկում համարել ու ասել նմանատիպ մի բան է մեզ սպասվում ժողովուրդը կուրախանա, եսի հետ էլ պետք է մարտահրավեր ունեցված ձեռնոց իբրև ընդունել ու ասել փորձեք։ Սեփական ինքնապաշտպանության բնազդը այստեղ պետք է լավագույնս գործի։ Դա շատ կարևոր է։ Թող փորձի։ Իդեպ հետարքիր է Ռոբերտ Քոչյանը իր գրքում գրում է, որ Վազգեն Սարգսյանը իր ընկերն է, եղբայրն է, հիմա Հրանտ Մարկանը որպեսզի հայտարարություն անում եւ դաշնակցությունը մենք գիտենք աջակցում է Ռոբերտ Քոչյանին, ինչի՞ չի Քոչյանը մի հատ արձագանքում։ Ուրեմն իրական չի այդ որ իր ընկերն է եղել, գուցե այդքան էլ չի սիրել, չի ընկալել Վազգեն Սարգսյանը։ Կարող է հրավիրել ամիտեղ եւ արձագանք անել կա։ Իդեպ շատ տգեղ մի բան լսեցի։ Հարութ ջան, այն օրը մեկը ասում է այդ Վազգեն Սարգսյանը իր կաթողիկոսը կունենա, Նիկոլ Փաշինյանը չի ունենա։ Այսինքն այդ ինչ արտահայտությունով ասել է Վազգեն Սարգսյանը։ Նայ, օրինակ մամուլում շատ է շրջանառվում, որ 99 թվականի կաթողիկոսի ընտրությունների մեջ ներկայացված ա եղել քաղաքական իշխանությունը, դասը։ Ազդեցություն որպես այդպեսին երկու անձի անուն է նշվում։ Կարեն Դեմիրճյան եւ Վազգեն Սարգսյան, միայն Վազգեն Սարգսյանի անունը չի նշվում։ Տեր-Պետրոսյանն էլ դե գիտենք արդեն, որ Գարեգին Բ-ին դեմ ա եղել առասարակ, դեռևս այն գլխից։ Հիմա է որ սիրում է։ Հա, իրար հետ լավ են։ Ես անկեղծ ասած Պանդորայի արկղի բացման մասին ինչի էի խոսում։ Ինչի ասում այդ արկղը պիտի բացվի ամբողջությամբ։ Եթե բան կա, որ մենք պիտի իմանանք, ես ինքս այդ ժամանակների կրողն ու ապրողը չեմ, էլ չեմ կարող ասել։ Ասեկոսեներ եղել են, մամուլը գրել է, ընդհանուր հոգևորականներ են եղել, որ կանգնե ասել են, որ ուղիղ այդպիսի բան ա եղել։ Դա պետքա պարզվի։ Ու այս խմորումների արդյունքում կարծում եմ այդ հարցը ինչ որ մի этаպում կգա հանրային քննարկումների տիրույթ ու քննարկման առարկա կդառնա։ Ես այդպես եմ կարծում։ Իսկ ընդհանուր առմամբ ունեցել ազդեցություն, ազդել է, թող չազդվեին։ Թող չազդվեին։ Հիմա էլ բան է, այդ իրանց բանով մենք սկսենք, հա, Աճապահյանի պես թեզբեղ քաշենք, ասենք, թող չազդվեին, թող չազդվեին։ Եթե ազդեցություն ա ունեցել օրվա իշխանությունը անգամ, չազդվեիք։ Դուք եք մեծամասնությունը, դուք եք 70%-ը որոշում կայացնող հոգևոր դասն է 70-30-ը աշխարհիկ։ Ինչ եք ազդվել։ Իդեպ Աճապահյանը, որ ասում մեր վրայով պիտի անցնեք, չէ՞, մինչև Գարեգինին հասնել։ Ես վստահ եմ, եթե օրինակ իրեն առաջարկեն կաթողիկոսի պաշտոնը, ես այսօր էլի դա ասեցի, ինքը կանցնի Գարեգին երկրորդի վրայով, ու ես այդ ցավալի եմ, ցավով եմ դա ասում, բայց այդպիսի մարդկանց արդեն պատկերացնում ես, էլի, որ ներում հայցելու բան չունեն։ Օրինակ Փաշինյանը իսրան քննադատում եմ եւ չեմ ընդունում իր քաղաքականությունը, բայց էլի գոնե երբեմն ասում է կներեք, խոնարհվում եմ։ Այս մարդիկ sense զենքը ձեռք։ Այս մարդկանց օրինակ Միքայել Աճապահյանը իմ մոտ երբ է տպավորվել է, երբ որ Պերմյակովը հարձակվեց այդ Ավետիսյանների ընտանիքի վրա ու մի ողջ ընտանիք ընդհուպ մանկահասակ օրորոցի երեխա Սերյոժային սպանեց, մի ողջ ընտանիքի 7 հոգու սրի մատնեց, գյումրեցիները դուրս էին եկել փողոց, լարվածությունը հասել էր իր պիկին, ընդհուպ ռազմաբազայի հեռացման կոչեր էին հնչում եւ գուցե ժողովուրդը, տեղի ժողովուրդը կարողանար դրան հասնել։ Ես հիշում եմ, որ Գևորգ Կոստանյանի ուղղությամբ այն ժամանակվա դատախազ քարեր էին նետում, գլուխն էին ցխում ժողովուրդը։ Ես հիշում եմ այն ժամանակ, որ Միքայել Աճապահյանը կանգնեց, աղոթքն ասեց, համերաշխության, հանդարտության կոչն արեց, մարդկանց տուն ճամփեց, բայց ես Միքայել Աճապահյանին չեմ կարողանում հիշել, օրինակ 2020 թվականի նոյեմբերի 9-ի գիշերը ուր էր, ինչ էր անում։ Կարող է իր սրտով էր։ Դե եթե հաշվի առնենք, որ այս մարդը կանգնում հրապարակային կոչ անում, ռազմական հեղաշրջում անել, ու միջև այսօր իր հակից այդ փարաջեն հանող չի եղել, իրան էլ համապատասխան անկյունը ուղեկցող չի եղել, երևի թե իրավունք ունի ասելու, էլի ես շատ գիտեմ, երևի թե ամեն ինչ է մեր մոտ այդ աստիճանի խառնվե, որ ընդհուպ դրա իրավունքներն ունեն մարդիկ, բայց պետքա հաշվի առնել, պետքա մի հատ տետրի կամ թղթի վրա սա գրել, որ չմոռանան, որովհետև ես միշտ ասել եմ, տեսեք Նիկոլ Փաշինյանին քննադատում ենք, որ եկավ ու չարեց, ու այո ճիշտ ենք քննադատում, ինքը մեզ խաբել է,
մեծ հաշվով գլոբալ առումով Նիկոլ Փաշինյանը մեզ բոլորիս միջև գոնե թե այս պահը խափելա կամ կիսա ճշմարտություններ ա մեզ ներկայացրել։ Կիսա սուտ ա ներկայացրել ու ոնց հարմար է թող ընդունի։ Քոչարյանը պիտի դատվեր, Սերժը պիտի դատվեր, այն Փեսեն պիտի դատվեր, նրա Փեսեն պիտի դատվեր, էլի պիտի դատվեին, էլի բիզնեսները պիտի խլվեր, կեղծիքների մասնակցած կուսակցությունները պետքա քաղաքական դաշտից ռադները քաշեին, կուսակցությունների մասին օրենք պետքա փոխվեր, ընտրական օրենսգիրք պետքա փոխվեր, սահմանադրություն պետքա փոխվեր, Սերժի կոստյումը պետքա տանենք մի հատ Պարտնոյի մոտ, ասենք մի հատ ձևի նորմալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների սրտով սահմանադրություն գրի տուր կամ ձևի կոստյումը տուր կտանենք մեկին կհագցնենք այդ կոստյումը կամ խիպտի մենակ կոստյում լինի ով ասել եւ այսպես շարունակ էլի Նիկոլ Փաշինյանը այս խոստումները տվելա ու կիսատ պրատ արել որ ասես բան չի արել սուտ կլինի ինչ էլ արել է կիսատ պրատ համարյա չեղածին հավասար է արել օրինակ Քոչարյանը շարունակում է պատտվել նույնիսկ դարձել է անդիմադիր լիդեր Սերժը շարունակում է բենեֆիսներ տալ դատարանների առաջ խոսել դարակազմիկ մտքեր արտահայտել ասում է էշի ճակատը գնաց ժողովուրդը պաչեց ես մեղավոր եմ ել չի ասում որ ինքն է այդ ժողովրդին առաջին ուղղորդը գրելով Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր ես սխալ առաջ էշի ճակատ պաչողը ինքն է եղել այդ չի ասում մեղադրումա ժողովրդին գնդակը նետում են ժողովրդի բոստանը տեսնեն ընդ մարդ կա մեկը կտաշի հակառակ ուղղությամբ թե չէ այսպիսի իրավիճակ ունենք ու ես միշտ ասում եմ այն հանցագործությունները որ այս կլանները մեր երկրի ու մեր ժողովրդի դեմ իրականացրել են ոչ մի վաղեմության օրենքով չպիտի պաշտպանված լինի այդ վաղեմության օրենքը պետքա վերաձևի եթե պետքա եկող իշխանություն ունի այդ քաղաքական կամքը պատժելու բոլոր հնարավոր ու անհնար մեթոդներով պետքա պատժվեն Իպկաներեք էլի տազինաման է ժողովրդի արունը ծածել եք տարիներ շարունակ հեշտ պետք է մարսեք դուք ձեր սերունդները ով է ձեզ ասել Վստահաբար այս երկրում գալու է իշխանության, լինելու են մարդիկ, որ գան իշխանության, ու այդ հարցը դնեն։ Ու այդ հարցերի լուծմանը հասնեն, այս մարդկանց իրանց տեղը ուղարկեն, այս ժողովրդի սիրտը հովանա, որտեղ ժողովուրդը էլի եմ ասում, մեքենայի ամորտիզատորների շուտ շարքից դուրս գալու համար չէր, որ պայքարում էր 2018 թվականին ու պահանջում էր ասֆալտապատել հանրապետության փողոցները։ Ապրեք շատ ճիշտ եք անում, գովելի է որ անում եք։ Բայց արդարության ծառավ է այս ժողովուրդը։ Այս ժողովուրդը չի ուզում իր շուրջը տենա մարդկանց, ովքեր կրկնում եմ, տազի նման իր արունը ծծել են տարիներ շարունակ։ Ժողովուրդը դա չի ուզում տենա։ Ու այդ ժողովուրդն էլ բերելու է այն մարդկանց իշխանության, որ այդ պատվերը կատարեն։ Ու կոնկրետ ժամկետներ նշելով կատարեն, հերիք է լավ է ժողովրդից մանդատ ուզես 5 տարվա, 5 տարվա մեջ ոչ մի բան չանես, վերջի մի տարվա մեջ ցույց տաս, որ յանի թե ուզում ես անես, որ էլի մարդկանց մոլորեսնես ու մանդատ կամ քաղաքական հանցագործներին, տնտեսական հանցագործներին, մարդասպաններին բերես դարձնես քաղաքական գործոն, ինչա թե քո իշխանությունը ավելի երկար կյանք կունենա կամ այդպես դու ավելի հեշտ կկարողանաս կառավարել, դա ճիշտ չի։ Լուստրացիա չիրականացնես կամ բանա նոր հիշես որ Տեր-Պետրոսյանը օրինակ Հայաստանի Հանրապետությունում բանա ընտրակեղծարարության հիմնադիր է նոր հիշեցիք ուր եք բա ինչի չեք հիշում այդ լավա որ հիշել եք այս տպավորություն չստեղծվի որ ես դեմ եմ 10 ձեռով կողմ եմ ինչով օգնեմ էլի եմ ասում բայց դրա մասին չի խոսակցությունը նոր հիշեցիք Ինչի չեք տալիս նախկինին քաղաքական ու իրավական գնահատական։ Այդ ամենակարևորն է։ Լուստրացիա ինչի չեք իրականացնում։ Կարող է պարզվի ազգի կեսագենտ է, ջահանդամն ագենտ չի։ Պարզեք ամեն մեկին իր համապատասխան պատիժը տվեք, ոմանց հետ էլ սկսեք աշխատել։ Իդեպ վերջում դրական նոտայով ես տեսա քո հրապարակումը ընտրությունների մասնակցելու հետ կապված գիտես շատ դեպքերում ենք կարողա տարբեր տեսակետներ ունենանք բայց ես մի բանում վստահ եմ մարդիկ պիտի մտնեն քաղաքական դաշտ վերջապես դա քաղաքական դաշտ այլ ազգային ժողով կլինի թե կառավարություն եւ այլն որոնք չունեն անցյալ որտեղ կան կամպրոմատներ որոնք չունեն անցյալ որը ապացուցում է որ ունեն փթուլություններ փողի եւ կամ կազինոների հանդեպ
որոնց կարելի է ասել նստի թե չէ գիտես ինչ կլինի, թեկուզ ընդդիմադիրի կեցվածքով, օրինակ հիմա գովալ չլինի, բայց այսպիսի մարդիկ քո նման նաև պիտի լինեն խորհրդանում, որ գան հարցեր տան վերջապես ասեն, լավ, արտաքին ոլորտում էսի սխալ ես անում, տնտեսականում սա է սխալ անում, պաշտպանությունն ուր է։ Հերիք լավ ինչքան խոսում ենք, էլի, ասենք 7 տարի շարունակ, էլ չհաշվեմ են ակտիվիստ տարիները, որ իրականում սերժական այդ մսաղացի դեմ ես ակտիվիստ եմ ել ու հապարտանում եմ, բա ինչ եմ արել, ու լավ եմ արել, որ հիմա էլ ապրեի Սերժի կառավարման ներքո վստահաբար հանրապետության փողոցներից տուն չէի եթալու, մինչև Սերժին ու Սերժի համակարգը չճամփեին։ 7 տարի շարունակ խոսում ենք, ինչ են անում։ Անում են, այնպես չի չեն անում, անում են։ Այն որ մի 10 հաղորդման ընթացքում անընդհատ փաստերով, քեզ ճղելով, պատրվելով, բերում դնում ես առաջները, ուղարկում ես ստե, ուղարկում ես ընդե, դուս գնում ես ընդե, դուս տանում ես այս թուղթը ընդե, այն նրա մոտից տանում ես ընդե, ասում ես լուծում տվեք, ձեր ձեռն է իշխանությունը, կծկտուր վերջում մի հատ կիսատ պռատ փորացավ ընկած լուծում առաջարկում են։ Անկեղծ եմ ասում, հոգնել եմ։ Ժամանակն է իրողությունների վրա կոնկրետ ազդեցություն ունենալու։ Ժամանակն ժողովուրդը չի կներես շեղվի էլի այդ սև սպիտակին, որովհետև դա խանգարում է քո նման մարդկանց եւ կսկսի լսել այս ընդդիմության, այս առիթով մի բան կարող եմ ասել, ժողովուրդը կշեղվի սև սպիտակին։ Եթե ժողովուրդ ջան, դուք ցանկություն ունեք, ձեր նպատակն է, որ ձեզ կառավարեն ապուշների խմբակը, այսպես ասեմ, կամ ձեր իրականում այդպես էլ կա։ Ուրեմն դուք արժանի եք։ Դե հիմա ժողովուրդը պիտի ընտրի, դրա համար այդ ժողովուրդը պիտի մասնակից լինի։ Դրա համար տունը նստող քաղաքացին, որ մեծամասնություն է, 26-ին պիտի տունը նստող մարդ չլինի, որ շատ են սիրում ասել, այս ինչը փողոցում տեսնում են մարդիկին, փողոցում, գյուղերում, շրջաններում մարդիկ տեսնում ինչ, այս ինչը սատկեր կպրծնենք, ժողովուրդ ջան, այդ ինչի սատկելու ամենակարճ ճանապարհը ձեր քվյա թերթիկն է, որը տվյալ պարագայում կարա ծառայի որպես փամփուշտ։ Գնացեք ու շարեք այդ ինչի ճակատին թող սատկի, դրան չընտրելով։ Եթե դուք դա եք ուզում, էլի, քաղաքականապես պետք է այս մարդկանց սատկացնել, դաշտից դուրս անել։ Իրականում պետք է, որովհետև այս ժողովուրդը լավ կրակը չենք ընկե ոչ մեկի ձեռը։ Ոչ մեկի ձեռը կրակը չենք ընկե ու դաշտը պիտի առողջանա, նոր մշակույթ պիտի ձևավորվի, թուրք, դավաճան, հողատու, լիրբ, չգիտեմ ինչ, դե թարգեք, կուսակրոնա, անկուսակրոնա, կուսա, անկույշի, այս ինչի հետ էր, բավարարում էր, արա դե դադարացրեք, էս նախ մեր ազգին սազական բան չի։ Ու վտանգավոր է, մի արեք։ Ընդդիմությունը պետքա իրա տեղն իմանա, իշխանությունը իրա տեղը պիտի իմանա ու հավասարապես այդ երկուսն էլ իշխանություն են այս երկրում, որովհետև ընդդիմությունն էլ է իշխանություն։ Ընդդիմությունն էլ ժողովրդի խոսքը ասող է, իշխանությանը աշխատացնող է։ Դե ապօրինի թմրաշրջանառությունից որ հարց տվողը լինի Ագնեսա Խամոյանը, բնականաբար Նիկոլ Փաշինյանն էլ կասի ձեր պալատկեքի տակ պերեդոզ էին լինում։ Կոռուպցիայից հարց տվողը որ լինի, ասենք օրինակ, չգիտեմ, Սեյրան Օհանյանը Բա պետք է ասի, քեզից լավ կոռուպցիոն էր, ոտից գլուխ կոռուպցիա ես։ Ոտից գլուխ կոռուպցիա ես։ Քո ժամանակներում չենք ապրել, քո ժամանակների պահած բանակը չենք տեսել, երեխա չենք ուղարկել բանակ ծառայության։ Ինչը չի եղել։ Բնական է, որ այդպես լինի, իսկ ոչ խոսելի ընդդիմությունը պետք է լինի իշխանության համար, իշխանության գլխին հարվածող մահակ, որ աշխատեք։ Չհայոյի է, հայոյանք արտահայտելը կամ հայոյանք տալը օրվա իշխանություններին, դա դեռ չի նշանակում, որ ընդդիմություն է, այնց հայոյ եմ, բոլորիդ հայոյ եմ, բա ես ինչ եմ։ Եկեք բոլորիդ շարեմ մի պատի տակ ու աչից ձախից հայոյ եմ, հետո հայոյողը չի, որ ընդդիմություն է, այ ժողովուրդը դա պիտի հասկանա։ Մեր ժողովրդին թվում է ով ավելի բարձր հայոյում է օրվա իշխանության, դա ընդդիմությունը։ Չէ, ժողովուրդ ջան, այդպես չի։ Իշխանությունը կարա նաև ճիշտ քայլ անի։ Ընդդիմությունն էլ կոչված է նրա համար, որ այդ ճիշտ քայլի համար իշխանությանը քաջալերի։ Ոչ թե դրթի սխալ գործողությունների։ Իսկ ինչ եղավ? Ինչ եղավ վերջին 2018 թվականի հեղափոխությունից հետո։ Սերժի դեպուտատները դեռևս բան չդարձած, վարչապետ չդարձած վարչապետի տեխնաց ու Փաշինյանին մեղադրում էին հողերը հանձնելու մեջ։ Բայց իրանք բանակցել էին, գիտեին իհարկե գիտեին, Սերժը ասեց, գիտի որ
բանակցությունները փակուղում են եւ պատերազմ կարա լինի։ Գիտեին, ոնց չգիտեին, քարորիային տեսել իրենք, ոնց չգիտեին գինը որն էր քարորիայի կանգնեցնելու։ Էդ էլ գիտեին։ Թե եկեղեցին չգիտեր, որ 19 թվականին Շուշիից բանը տեղափոխեց Ստեփանակերտ։ Իրանք էլ չգիտեին, բոլորն էլ գիտեին։ Քաղաքական նպատակահարմարությունից ելնելով մուտիտը սուտը ժողովրդի լեզվով ասած գցում էին Փաշինյանի գրպանը։ Հետո հայոյում էին։ Ու ժողովուրդը ընդդիմությունը, ով անդիմություն, մերժված է։ Այլ այդ 7 տարի հետ գնացեք, էլի ժողովուրդ ջան, ով անդիմություն, այն որ հրաժարական տվեց, դուք էլ լցվել եք փողոցները, խորոված էիք անում, շամպայն էիք տրաքացնում, բայց օղի խմողները սկսել էին այդ օրերին շամպայն խմել, չգիտես ինչի, նշում էիք համազգային ցնծություններ։ Հիմա այս մերժվածը քաղաքական դիակ կարգավիճակից կիսլարոդի բանը դեմքին եկե մտել է քաղաքականությունը, դուք ուզում եք նրան ընդդիմություն ներկայացնել։ Կամ այն երկրի բանը սուվերեն տարածքը կասկածի տակ դնողը առաջին նախագահի մոտ էլ ալբանացի պրիզնատեկացածը ուզում է բան անի, հա։ Գույք պարտքի դիմաց ստորագրածը ուզում անդիմություն կամ պետականամետ գործիչ խաղա։ Ես չեմ հասկանում։ Ժողովուրդը առնվազն խելքը պիտի հացի հետ ուտի, որ այդ հա ու այդպիսի ուժերին ձեն տա։ Նաև եթե կա ցասում, եթե կա ըմբոստություն, իսկ իրականում կա եւ դրա հիմքն էլ կա օրվա իշխանությունների նկատմամբ, նաև այդ ձեր քվեով օրվա իշխանություններին պետք է հասկացնեք, որ պարոնայք եւ տիկնայք, դուք էստեղ եք, այդ պաշտոններին եք, այդ երկրի կառավարման ղեկը ձեր ձեռքին է, միայն բացառապես քաղաքացու շնորհիվ, Հայաստանի Հանրապետության քաղաքացու ժողովրդի շնորհիվ։ Ու այո 26 թվականի ընտրությունները պետք է լինի փամփուշտի եւ փամփշտատուփից այդ քվեաթերթիկը հանելու ու անպայման մասնակցելու, անպայման կրակելու այդ օդ կրակելը, որ ես չեմ մասնակցում, կա չէ՞ մի հատ այդպիսի շրջան, ես չեմ մասնակցում։ Ուզում ալնի է, դե լավ է, դուք չզբաղվեք քաղաքականությամբ, քաղաքականությունը ինչ որ մի этаպում ձեզանով զբաղվելու է, էլի։ Ու ամեն օր է ձեզանով զբաղվում, սկսած ձեր հարկային պարտավորություններ, ձեր թոշակը, ձեր երեխաների կրթությունը, ձեր տեղաշարժվելը, ասֆալտը, բորդուրը եւ այդպես շարունակ։ Այդ հիմար թեզը գլխներիցդ հանեք սիրելի հայրենակիցներ, եթե կան այդպիսիք, որ ասում են, ես չեմ մասնակցելու, մի հատ էլ այնպիսի բանով, առոգանությամբ, օй կներեք, թաշկինագը տվեք, տպավորությունա, որ ես քաղաքական ժողովուրդ ներողություն լինի։ Քաղաքականությունը ասում են պոռնկություն է։ Ես այդ թեզին էլ ունեմ հակառակ թեզը։ Սիրելի հայրենակիցներ, ցավոք սրտի Հայաստանի Հանրապետությունում պոռնիկներն են քաղաքականությունը դարձրել այդպիսին։ Հիմա եկել է ժամանակը, որ սերնդափոխություն լինի։ Հիմա եկել է ժամանակը, որ նոր ուժեր հայտնվեն։ Այդ երրորդ ուժ, երրորդ ուժ չպիտի լինի։ Երրորդ ուժի մասին խոսակցություն ընդհանրապես պիտի չլինի։ Պիտի լինի նոր իշխանություն։ Ինչ երրորդ ուժ։ Էդ էլ դուք պիտի անեք, ձեր քվեով։ Կանեք, չեք անի։ Հետո մի բողոք։ Ձեր բորշնա, ձեր ղազաննա, ձեր երկիրնա, ձեր երեխեքն են այստեղ ապրում, դուք եք ապրում։ Պահանջեք նրանցից, ումը որ կտակ ձեր քվեն կամ ում էլ որ չեք տվեք, գնացեք բոլորից ումից, ինչ ուզում եք պահանջեք, այդպիսի շրջանակ էլ կա։ Մի խոսքով շատ խառն ենք։ Ես համոզված եմ, որ դու էլ այդ մասով կարծում եմ որոշում կունենաս, ինչ որ этаպում կհրապարակես, որովհետև գիտես դաշտում միայն խոսալը ոչ մի բան է։ Ոչ մի բան է այդ խոսալը, երբ որ դու հասկանում ես, որ կարող է մի հատ պետական դուռ կամ ոչ պետական դուռ ծեծես ու քո առաջ այդ դուռը փագեն, ուղակի փագեն, քեզ իզոլացնեն, ոնց որ Գարեգինն է որոշ եպիսկոպոսների եւ արքեպիսկոպոսների իզոլացրել, նրանք էլ զանգում բողոքում են։ Այդպես քեզ կարան իզոլացնեն ուղակի, իսկ այդ իզոլացված կարգավիճակը բնավ մերը չի։ Ինչով ենք պակաս, որ այս ժողովրդի մի մասն ենք։ Բաղ պետք է այդ հարցերը բարձրացնենք։ Դες դրական նոտայի վրա ավարտենք, կոչ անենք մեր հայրենակիցներին, որպեսզի լայքեն, մեկնաբանություններ գրեն, ակտիվ լինեն, որովհետև մի մարմին ենք մենք ընդհանուր առմամբ։ Հասարակությունն էլ մեր մարմնի մի մասն է ու իրենք պետք է մեզ հիմնականում ուղղորդեն, կարևոր որոշումներ կայացնող մասն է։ Այնպես որ ակտիվ եղեք եւ շնորհակալ ենք, որ հետևեցիք մեզ։